այսօր հայտնի դարձավ, որ վարչապետը ձեզ նշանակել է անվտանգության խորհրդի քարտուղար, ինչպես եղավ, հա, այս պաշտոնը, որ դուք նշանակվեցիք, որտեվ անսպասելի էր։ Քննարկումներ չկային նախապես միշտ որ լինում է։ Դե խոսել ենք, քննարկել ենք վարչապետի հետ, ինչպես ասած, այտենց որոշում ա կայացել, որի համար շնորհակալ եմ վարչապետին, նման որոշում կայացնելու համար շնորհավորել բան չէ։ Ինչ որ առաքելությամբ է, հա, պարոն վարչապետը ձեզ ուղարկում անվտանգության խորհրդավ ճիշտ վստահում այդ պաշտոնը։ Եկեք այդ մասը բաց տալով, էլի, հա, ճնեկնանդա։ Ինչու՞ ումն մի բան կա։ Դե որովհետև չի կարելի հիմա նոր մի քանի րոպե առաջ հրամաներել, դուք ինձ փողոցում տեսել եք, ես մի անգամից բան չեմ անել, էլի, հա, մանրամասներ չբացեմ, հետո առիթ կունենանք զրուցում։ Այդտեղ եւ որ հրամաներել է, դուք արդեն աշխատանքի չեք։ Ոչ, դեռ աշխատանքի չէ։ Եվ հետևում եք ազգային ժողովի նորմիստ, ինչ գնահատական ունեք, ինչ կարծիք ունեք։ Ինչ կարծիք պետք է ունենամ, շատ հետաքրքիր ազգային ժողով ունենք, շատ ակտիվ, լավ է որ ընդդիմությունը սկսել է աշխատել, վերադարձել են եւ քաղաքական process-ների մաս են դարձել։ Կարծում եմ դա միայն օգուտ կտա մեր երկրին, որ երկու կողմն էլ աշխատեն, համ իշխանությունը, համ ընդդիմությունը։ Պարոն Ռուբինյանի դեսպանությունը շատ դրական եմ գնահատում, նաև իմ գործընկերների գործունեությունը։ Կուզենամ շատ ավելի մարդկանց համար հասկանալի լեզվով բոլորով խոսեն, ինչը կարծում եմ մենք կտեսնենք։ Ձեր ժամանակ սկանդալներ էր, հիմա բայց ոնց որ պայմանավորվել են բարեկիրթ լինել, միմյանց չհայոյել, ինչու դուք չէիք կարողանում։ Դուք մոռանում եք, որ 2021 թվականին ձևավորված պարլամենտը յետպատերազմյան պարլամենտ էր եւ լարվածությունը մաքսիմումն էր հասած։ Դուք հիշում եք, մենք դեռ ընտրություններից հետո կրակոցներ ունեցանք, մենք ընտրությունների ժամանակ կրակոցներ ունենք սահմաններին, պատերազմը չէր դադարել, իսկ հիմա սա խաղաղ երկրի պարլամենտ է եւ խաղաղ երկրի պարլամենտը հուսամ ավելի խաղաղ կլինի։ Եվ մեկ հարց էլ ձեր նշանակման հետ կապված եւ պարոն Սիմոնյան, արդյոք Ռուսաստանի հետ այս խնդիրները լուծելու նպատակով եք դուք նշանակվել, որովհետեւ քիչ թե շատ դրական կապեր ունեիք Ռուսաստանի հետ։ Որ տենց դրական գնահատում, որովհետեւ հակառակ կարծիքներ կա, բայց որևիցե նման բան ասել չեմ կարող, որովհետեւ մենք ի սկզբանե որևիցե երկրի հետ որևիցե հարաբերություն փչացնելու նպատակ ոչ ունեցել ենք, ոչ էլ ունենք։ Եվ մասնավորապես Ռուսաստանի Դաշնության հետ կա Ռուսամ ինձ կհաջողվի դրանից հետո իմ փոքրիկ լումաններ դնել եւ հարաբերությունները էլ ավելի լավացնել։ Դուք ասեցիք թե պարոն Փաշինյանը առաջարկեց այս պաշտոնը։ Ես խնդրում եմ, էլի, ես առանց դա ասեմ, դուք ինձ փողոցում բռնացրեցիք։ Ես հարցազրույց սրանից լավ չէ շուտա խոսանք դրա մասին։ Սա մենք թիմ ենք, թիմային որոշում ա եղել, քննարկում ա եղել, թե ով առաջինը ասեց, ով վերջինը ասեց, կարծում եմ որևիցե կարևորություն չկա։